Բարև ձեզ։ Ինչպես են հանրային կարևորության հարցերը մտնում քաղաքական օրակարգ եւ դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Այսօր մեր հյուրը իրավապաշտպան Մայա Բարխուդարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Բարխուդարյան, դուք երկար տարիների տասնամյակների իրավապաշտպանական գործունեությամբ եք զբաղվում եւ քաղաքացիական հասարակության ձայներից եք։ Ինչպես կբնորոշեք մեր կյանքի վերջին տարիները, ինչով են առանձնանում դրանք իրավունքի խախտման տեսակետից կամ իրավունքի պաշտպանության բարդության տեսակետից։ Նախ շնորհակալություն հայտնեմ, որ լրագրողներին ու մեդիային մեր կարծում եմ այս քանի տարիներում ու մանավանդ հիմա շատ լավ գործ եք անում, երբ որ մեր միակ փաստորեն հիմա հույսը, չգիտեմ, այն բանը, որ կարող ենք տեղեկացված լինել ձեր միջոցով, ու մարդիկ դա անում են, մենք ունենք այդ ինֆորմացիան, կարող ենք տեսնել ինչա կատարվում։ Չնայած լսել եմ, որ լինելու է ինչ-որ նոր օրենք սահմանափակումներով մեդիայի եւ բլոգերների, որը շատ վատ կլինի իրավական պետություն ունենալու համար։ Ինչ ասեմ, վերջին շրջանի մասին, երբ որ խոսում ենք 8 տարվա մեջ, ընդհանուր զգացողությունը համենայն դեպս ինձ թվում է մեզ մոտ դա անհանգստացությունն է ու մի տեսակ տագնապ նույնիսկ, որովհետև մենք չգիտենք, թե մեզ վաղվա օրը ինչ է սպասում մեզ։ Մենք վստահ չենք այն էյֆորիան, երբ որ եղավ կոչում են թավշյա հեղափոխություն, բայց դա իրականում հեղափոխություն չի, որովհետև ամբողջ սիստեման մնացել է, բոլոր ինստիտուտները մնացել են, փոխվել է միայն այն քաղաքական ուժը, որ եկել է իշխանության։ Ու բայց մարդիկ դա կոչում էին թավշյա հեղափոխություն, նույնիսկ տերմինն էին օգտագործում հպարտ քաղաքացի, ինձ թվում է մարդիկ պետք է նեղանային, որ իրանց տենց են ասում, որովհետև տեսակ ամբարտավան կոչում էր։ Բայց հետագայում, այսինքն այն պահին կար սենց բան, որ մարդիկ ասում էին, որ ողջունում էր նման փոփոխություն, ավանսով տվել էին այդ վստահությունը իշխանության, որ հասկանալը, որ նրանք կոմպետենտ չեն, որովհետև մի տարի առաջ, երբ որ պարլամենտական ընտրություններ էին, ու ես մասնակից էի հենց ելքի շարժման համար, լուսավոր Հայաստանի համար, մի հենց հետո նա դառավ դեպուտատ, մի անձի համար, որ դուրս եկել էր այդ կուսակցությունը, ու մարդկանց հետ շատ էի խոսում։ Ու ասում են, երբ որ ասում էին ելք, ասում էին, չէ, մենք չենք ուզում, ու Նիկոլին էին մատնանշում, որովհետև ասում են ինքը մարտի 1 արեց, մենք տեսանք ինքը իրան ոնց է պահում այդ բուտչի ժամանակ, որ այսինքն մարդիկ տեսնում են, որ նա շատ ձգտում է իշխել, դառնալ ինչ-որ շատ կարևոր մարդ, ու չէին ուզում ընտրել, բայց մի տարի հետո երբ որ 17 թվականին իրանք կարող էին, եթե ուզեին Նիկոլ Փաշինյանին գնային ու ընտրեին ուղղակի, չարեցին, մի քանի հոգի մարդ դեպուտատ եղավ այդ 3 կուսակցություն իրար հետ, բայց հաջորդ անգամ, երբ որ այտենց մի տեսակ շարժում սկսեց, ու մարդիկ իսկապես ունեին դժգոհություն նախորդ իշխանության նկատմամբ, գնացին այդ շարժումը, այսինքն բերեցին Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին իշխանության։ Դրանից հետո արդեն տագնապի մեջ ես։ Սխալ բաներ է խոսում, սխալ բաներ է անում, պատերազմում փաստորեն պարտվում ենք ու շատ անհասկանալի է լինում։ Հետո լինում է այն մեկօրյա պատերազմը, հետո լինում է ու մեզ տեղեկություն այդքան չեն տալիս։ Այսինքն մեկօրյա պատերազմից, այսինքն մինչև հիմա մենք չունենք ինչ-որ հետաքննություն, թե պատերազմում ինչ է կատարվել, բայց գիտենք տարբեր պատմություններ, որ ինչ-որ մարդկանց դատում են, բայց շատ կասկածելի է, թե ոնց են դատում։ Այսինքն, օրինակ, մի քանի հոգու թողել են որև ինչ-որ տեղ ու թողել են ուղղակի այնտեղ, գնացել են։
այդ մարդկանց են դատում ինչ որ բաների համար թե ինչի է են այդ մարդիկ հայտնվել առանց ղեկավարության առանց մենակ ինչ որ փաստորեն շրջապատված թշնամիներով ոչ թե այդ հարցն է քննարկվում այլ իրանց մեղադրում են որ ինչի են վերցրել զենք որ ընդեղ եղել է իսկ ինչ պետք է անեն մարդիկ եթե չգիտեմ որտեղ այնտեղ զենք կա ու կռիվա չպետք է զենքը վերցնեն որ իմանան ոնց պաշտպանվեն եթե պետք լինի այսինքն նման դեպքեր կան որոնք որ չեն քննվում այն ռակուրսից որը որ պետքա քննվեն չունենք մենք միջև հիմա ինչ որ զեկույց թե ինչա կատարվել չունենք նույնիսկ թիվ օֆիցիալ որը որ կասի մեզ ունենք դրա փոխարեն մեղադրանքներ դուք ինչ եք թվերի հետ խաղում այդ թիվ ասեք որ մենք իմանանք ինչ թիվը պետքա օգտագործենք հա Ներողություն, դուք նշում եք, որ տեղեկատվություն չունենք, այսինքն այդ տեղեկատվության սակավությունը կամ բացակայությունը որոշ դեպքերում դա նույնպես իրավունքի խախտում է։ Իսկ տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։ Լրջագույն կարծում եմ, որովհետև դա երբ որ կա կիսատ ինֆորմացիա, երբ որ կա ինչ որ բաներ կան, որ մութ են ու փակ են, օրինակ, միջև հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք զբաղվում են ջրերով, հստակ չգիտեն այն մեկօրյա պատերազմի արդյունքում, երբ որ վերցեցին բարձունքներ ու դեռ գիտենք, որ բացի նրանից, որ դա մեր ռազմական անվտանգության համար կարևոր դիրքեր են, կան նաև ջրեր այնտեղ։ Մենք նորմալ չգիտենք այդ ջրերը ում ձեռքում են Հայաստանի թե Ադրբեջանի հիմա, հա։ Լիքը տենց հարց կա, կամ ինչի եմ ես իմանում ընտրությունների ժամանակ, որ Կապանի аэропորտի գլխին ադրբեջանական 100 մետրային կողմ ադրբեջանական դրոշ է։ Այսինքն նենց բաներ են, որ բոլորիս համար շատ կարևոր ինֆորմացիա է, ու մենք դա չգիտենք, կիսով չափ գիտենք։ Դեռ ասենք գնում են ինչ որ նկարահանում անելու, ինչ որ մարդ պատմում է այն սարերի վրա թուրքեր են, ադրբեջանցիներ, այսինքն մենք դրա մասին քիչ ենք տեղեկացված։ Այսինքն դա երբ որ մարդիկ չգիտեն դրա մասին, չեն հետևում, տեղեկացված չեն, իրանք ավելի հակված են լսելու ինչ որ այսպես փորձում են իրանք ներկայացնել խելոք ինչ որ կամ հեղափոխական ինչ որ մոտեցումների, ինչ որ խոսույթների, որ ասեն հա էլի ճիշտ ասում է այդ մարդը, բայց այն հիմնական բաները, որոնցից կախված է մեր անվտանգությունը, իրանք դրա մասին այդքան տեղյակ չեն։ Առանց տեղյակ լինելու այդ հարցի ու մնացած այլ կարևոր հարցերի մասին, մարդը չի կարող ինքը կարծիք ձևավորել։ Այսինքն, օրինակ, ես հեռուստացույցից եմ իմանում, որ Ալիևն ու Փաշինյանը գնացել են Թրամփի մոտ, ինքն էլ ասում է, այս իմ ընկերներն են, անուններն էլ խառնում է բոլոր, բայց իրանք շատ ուրախ են, որ իրանք Թրամփի ընկերներն են, ու իմանում եմ թրիփ ճանապարհի մասին։ Ինչի ես Հայաստանում պետք է իմանամ, որ տենց նախագիծ կա, առաջին անգամ հեռուստացույցից, երբ որ Թրամփի կողքը երկու նախագահ նստած։ Երբ իսկ իմանայիք շատ ավելի շուտ։ Դա այն թեմաներից է, որը որ դրանից կախված է մեր անվտանգությունը առաջին հերթին, մեր հարաբերությունները մեր հարևանների հետ ու մեր ուղղությունը թե ուր են գնում եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական դիրքորոշումն էլ, որովհետեւ այս վերջին բաները, որ մենք անում ենք, sense սրընթաց, երբ որ գնում ենք аэропորտում, նվիրում ենք մեր հազվագյուտ այդ տարերը հողային, հա, Թրամփին։ Շատ ծիծաղելի է դա, որ փաստորեն ընտրությունից մի քանի օր առաջ, քվեարկության օրից մի քանի օր առաջ, դաշտապ պետք է ստորագրել, որովհետև կարծում եմ, հասկանում են, որ միգուցե, ասենք, ԿՊ-ն չընտրվի։ Հենց հիմա այդ փոկենք ունենանք մեր մոտ։ Ինչ են փոկել։ Մենք դա էլ չգիտենք։ Դա էլ չգիտենք, գիտենք, բայց որ
թղթեր են ստորագրել հաստ ինչ որ բանով, հա, որ այս հա գիտենք որ Տրամպը ուզում է դա ունենալ Ուկրաինայում էր խոսում, то есть Ուկրաինայի այդ հողային տարերի մասին էր խոսում, հիմա Հայաստանից վռաստենց փոկեց, բայց մենք քայլեր ենք անում, այսինքն մենք չէ, իշխանությունը քայլեր է անում, որոնք որ կարիք ունեն հանրային քննարկման ու դա չի արվում։ Դա շատ կարևոր բաց թողում է, որովհետև համ ներքին հարցերն են կախված փաստորեն ԿՊ-ի որոշումներից ու Նիկոլ Փաշինյանի, համ արտաքին իրողությունն է, հա, դրանով փաստորեն կանում են գործողություն, որը կարող ունենա շատ ծանր հետևանք մեր ընդհանուր անվտանգության համար։ Օրինակ, երբ որ ասում են էներգետիկ ապահովություն Ադրբեջանին ենք տալիս։ Երբ որ ասում են, չեն ասում, բայց տեղեկատվականը ոնց որ թե դրա այդ ուղու վրա են որ պիտի տանք։ Փաստորեն մենք այսպես կնքում ենք, որ մենք դառնում ենք Ամերիկայի շահերի կենտրոն չգոտի, հա։ Երբ որ Իրանը մեր կողքին է, երբ որ Իրանը եղել է գուցե ինքը շատ ակտիվորեն չի մասնակցել տարբեր բաներում, բայց մենք գիտենք, որ Իրանում հայերին հարգում են, Իրանում կա եկեղեցի, որին հարգում են, այսինքն հայերը իրենց լավ են զգում են ազգային արժեքների պաշտպանության իմաստով, հա։ Այսինքն բարեկամական երկիր են։ Ու երբ որ առաջին օրը երբ Ամերիկան ռմբակոծում է Իրանը, ոչ միայն ռմբակոծում է ու սպանում է երեխաներին, այլ նաև քանի պաշտոնյա, ներառյալ ամենաառաջին պաշտոնյանին այդ պետության, մեր նախագահը ավտոբուսում, որը կոչել է ուրախ ավտոբուս, կոկոռոզ ուտում, ուրախանում, վարչապետ, հա, նախագահը, չէ, վարչապետը, հա, ուրախանում, հետո ինչ պարեր են կազմակերպում եւ այլն։ Մենք պետք է ամաչենք դրա համար, մեզ շատ վատ է զգանք, որովհետեւ կամ դա կոմպետենտության պակաս է, որ մարդ չի հասկանում, որ երբ որ sense բաներ են կատարվում, ինքը իրան պետք է զուսպ պահի, պետք է ինքն էլ շատ զգոն լինի, որովհետեւ հարևան երկրի ռմբակոծում, այսինքն դու գոտու մեջ ես այդ ռազմական կամ դա անում է ինչ որ հրահանգով, ինչ որ տեղից, որ բանի տեղ մի դիր։ Ու նույն բանը, օրինակ, երբ որ նույն կոմպետենցիայի պակասի կամ ուղղորդված ինչ որ օրակարգի քայլ, հա, օրակարգից բխող ինչ որ բաներ անում։ Օրինակ, երբ որ Իրանը ասում է մենք անհանգստացած ենք, տրիպը որ սկսեց, տրիպի գաղափարը, մենք անհանգստացած ենք մեր սահմաններով, մենք չենք թողի, որ մեր սահմանները փոխեն, հա։ Ու դրա նման բաներ մի երկու անգամ, մի քանի անգամ ասում է։ Երբ որ Իրանի նման պետությունը ասում է, մենք անհանգստացած ենք, դա լուրջ բան է, դա դիվանագետ լինես, չլինես, քաղաքագետ լինես, չլինես, պիտի հասկանաս, որ դա ինչ որ բան են քեզ հաղորդում, ասում, ազդանշան է։ Դրա պատասխան Նիկոլ Փաշինյանը, որը որոշում է, որ կարելի է ինչ որ հարցազրույցում ասի, ինչ կա անհանգստանալու տեղ։ Իսկ Իրանը ինչից է անհանգստացած, որ ինչա պատահել, որ այսինքն ոչ adekvat պատասխաններ, ոչ adekvat վերաբերմունք, երբ որ նույն ձևի Ռուսաստանն ասում է, որ մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի տարածքից Զելենսկին ինչ որ բաներ է խոսում, որ Եվրամիության։ Ինչ ա եղել, որ այսինքն այդ պատասխանը անպատասխանատու, որը հետո բերում է, որ գյուղատնտեսության մեջ 74%-ի անկում է եղել արդեն, ինչը հիմա է 74% ասենք չեն կարողացել իրենք արտահանել, բայց դա հետևանք ունի, չէ։ Դա նշանակում է այդ գյուղացիները, ֆերմերները, որոնք որ ներդրում են արել, շատերը վարկեր են վերցրել, հիմնականում տենց են աշխատում, չեն կարողանալու այդ վարկերը փակեն, մյուս տարի չեն իմանալու ցանեն վարեն, ինչ անեն, ինչից կախված է մեր Պարենային անվտանգությունը։ Այսինքն մի քանի անվտանգությունների տարբեր
ասպեկտներով մենք շատ խոցելի վիճակում ենք հիմա գտնվում։ Ինչ ենք անում դրա համար, այսինքն այտենց ուղղակի ասելով մենք Եվրոպա ենք, մեր անվտանգությունը մտցնում ենք մի շղթա, որտեղ որ պիտի ասենք Ադրբեջանն ու Թուրքիան մեր անվտանգություն պաշտպանողը կամ Ամերիկան կամ Եվրոպան, երբ որ այսօր մենք պիտի հասկանանք, որ եթե այդքան մարդ բողոքում է Եվրոպայում, Ամերիկայում, որպեսզի զենք չծախեն Իսրայելին, որպեսզի կանգնացնեն Պաղեստինայում ցեղասպանությունը, պետությունները այդ ոչ մի բան չեն անում, բացի Իսպանիայից, որ ինչ որ քայլեր անում է։ Մենք հույս ունենք, որ այդ պետությունները Հայաստանի համար եթե անվտանգությունը նրա շատ արդեն երևացող, լինի այդ որ մենք շատ վատ վիճակում ենք, ինչ որ բան կանեն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի դեմ, կարծում եմ տենց եթե մենք տենց մոտենանք, մենք դա ոչ թե միամտություն է, դա խելքի պակաս է։ Ու այդ խելքի ու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարդիկ այնքան անխելք են, որ այդքան բանը չեն հասկանում, ինքը կարա իրան տենց պահի, տենց խոսա, ու մարդիկ ասեն, հա։ Բայց վերադառնալով իրավունքների հարցը։ Այո, որովհետև նաև եւ անպայման նաև անդրադառնանք այդ համատեքստում տեղեկատվական իրավունքի խախտման, Հայաստանում լրահոսը, ինչպես ասում են, պայթում է։ Բայց որտեղ է ուրեմն խնդիրը, որ ըստ էության էական խնդիրների մասին տեղեկատվությունը քիչ է, բայց տեղեկատվական աղմուկը մեծ։ Եվ դա խախտում է հենց մարդու իրավունքը եւ այդ պահին եւ դրա հետևանքով ստեղծված խնդիրները խախտում են ավելի լուրջ իրավունքներ, ընդհանուր մինչեւ անվտանգության իրավունքը։ Իհարկե տեղեկատվության մասով շատ կարեւոր է մենք մի բան էլ արձանագրենք, որ այդ սուտ նարատիվները, սկանդալային լրատվությունը, մարդկանց ուշադրությունը շեղելու ինչ որ ուրիշ բաների վրա շատ լավ կարողանում են օգտագործել արևմուտքում օրինակ։ Երբ որ մենք ասում ենք սովետի ժամանակ կար ասենք թե ինչ որ հստակ գիտեինք, որ սրա մասին իրանք խոսում են, դրա մասին չեն խոսում, սենց են խոսում եւ այլն, հա։ Հիմա մենք մի տեսակ մենք տարիներ շարունակ կարծում էինք, որ ես էլ այդ թվում, որ որովհետև տեսնում ես, դեղ բազմակարծություն կա, բազմազանություն կա եւ այլն, որ մեդիաները պետք է աշխատեն ռեկլամաների միջոցով եւ այլն, երբ որ հետո հասկանում ես, որ ամենտեղ դա ֆինանսավորում է այս մագնատի կամ այն մագնատի, այս օլիգարխ կամ հարուստների կողմից եւ այլն, հա։ Երբ որ Ռուսաստանն ու Վրաստանը 5-օրյա պատերազմում էին 2008 թիվներ կարծեմ, հա։ Ու այդ ժամանակ օլիմպիական խաղերն էին Չինաստանում, ու ես վատ էի այդ ժամանակը զգում, մերոնք բոլորը հանգստանում էին, ես եկել էի տուն, 5 օր ես նստել հեռուստացույց եմ նայել, ունենք մենք տենց անտենա, որը որ տարբեր ալիքներ կարողանում էի բռնել, ու ես նայում էի, ու ես ջղայնանում էի անընդհատ, թե եվրոպական, ամերիկյան լրատվական միջոցները ինչ խաղ են խաղում Ռուսաստանի դեմ։ Այսինքն վիրավորելով էմոցիաները նակալայը ավելի շատ սրելով եւ այլն, ու այդտեղ իմ աչքերը տենց լավ բացվեցին, որ թե ոնց կարելի է լրատվական միջոցներով ստեղծել կարծիքներ, որոնք որ չեն համապատասխանում իրականությանը, այսինքն դու վերցնում ես տարբեր բաներ, սարքում ես իրանից ինչ-որ մի կուկլանորություն ու դա տալիս ես։ Ու մարդիկ բարձա դա ընդունում են ու ստեղծում է իրանց մոտ վերաբերմունք այս կողմի կամ այն կողմի նկատմամբ։ Երբ որ մենք նայում ենք հիմա, ասենք, լրատվական մեր դաշտը, հա, ոչ դաշտը, այլ տեղեկացված տեղեկությունը, երբ որ նախընտրական ժամանակ Փաշինյանը խոսում է, ես կսատկացնեմ, պատերով կծեփեմ, կալուգացի, բելարուսացի այդ ձայնագրությունները հաղորդվում են, որոնք որ շատ կասկածելի են եւ այլն։ Ու մի հոգին դեղից խոսում է, որ Ադրբեջանը ունի ծրագիր 300,000
ադրբեջանցի մտցնելու դա շուռ են տալիս, ասում են դա ընդդիմադիրներն են խոսում, դա սուտ բաներ են նրանք խոսում եւ այլն, միջև դա չի հաստատվում, միջև ավելի շատ մարդ է իմանում, ու արդեն նրանք դա չեն կարող օգտագործել, որ դա ընդդիմության վատ արարքներն են, հա։ Այսինքն այն բաները հիմա մարդիկ ստիպված հետևում են ադրբեջանական լուրերին, որ իմանան իրանց ինչ է սպասում, քան Փաշինյանի ասած ինչ որ ամենտեղ ինքը փորձում է այն ճանապարհներով գնալ, որ մոլորեցնի, բայց մարդիկ ունենան ինչ որ ցիտատ կամ ինչ որ պատկերացում, որ նրան Փաշինյանը ասել է, ուրեմն Փաշինյանն է ճիշտ։ Միջև հետո չի գալիս, դա ամեն ինչ ապացուցվում, որ չէ, Փաշինյանը ստել է այս հարցում, ստել է այն հարցում եւ այլն, հա։ Այսինքն այդ տեղեկատվության մանիպուլյացիային, նոր թեմաներ գցելու, սպառնալիքներ, ամեն օր մենք չենք հասցնում մի հատ հանգստանալ, ուշքի գալ, հասկանալ ինչա կատարվում, եթե առյուծների տեսարաններն են, եթե դիմակավորված այդ մարդկանց հարցակումներին են, ամեն օր մի բան կատարվում, հա, ու մեր կողքով անցնում է շատ կարևոր բաներ, որ իրավունքին են վերաբերում։ Այդ ստորագրությունը, որ տվեցին, որ այդ հազվագյուտ մետաղների մասին, հա, շատ կարևոր Հայաստանի համար։ Ինչը դա։ Դա փաստորեն Մենդելեևի 17 էլեմենտների մասին է, որոնց հիմա ինչ որ քանակությամբ մետաղներ օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաների համար։ Շատ կարևոր է, չգիտեմ, սմարթֆոնն, կոմպյուտերը եւ այլ, ընդհանուր միջև զենքերի։ Ու երբ որ հիմա աշխարհ եմ ասում, ես դրան վերադառնամ, քաղաքացիական հասարակությունը տարբեր երկրներում, որին հիմա տանում են, նստացնում են, ասենք նրանք դեմոնստրացիա են անում Իսրայելի արարքների դեմ, նրանց կարող են հանգիստ հավաքել, տանել տարիք, սեր ոչնչալ, 90 տարեկան կանանց տանում են քաղմաս, գործեր են բացում, ու կա տարբեր գործեր, երբ որ արդեն հասարակ մարդիկ գնում են, ներխուժում են այն կազմակերպություններ, որոնք արտադրում են կամ աշխատում են այն կազմակերպությունների հետ, ովքեր որ արտադրում են զենք։ Իսկ զենքը հիմա շատ զարգացած է, երբ մենք տեսանք ոնց են 40 հոգի, դե չեմ անում, իսկ թիվը որն է կոնկրետ, Իրանում անհատական թիրախավորել, դա կգնա, ու տենց գործել կար, որ այն կազմակերպությունը, որը զբաղվում է այդ արտադրությունով տենց թիրախային զենքի, պայմաններ էր դրել, որ դա չպետք է լինի անձնական անունով չպետք է գնա այդ զենքը, մեկ էլ Ամերիկայի քաղաքացիների դեմ չպետք է օգտագործվի Ամերիկայի տարածքում, եւ ամերիկյան իշխանությունը ուզում է այդ երկու կետը հանած լինի իրանց պայմանագրից, որ կարողանա դա անել։ Այսինքն շատ վտանգավոր զենքեր են արտադրվում, որով շատ հեշտ է ոչ միայն Վենեսուելայի նախագահին վերցնելու տանել, այլ ուղղակի միտեղ ուրիշ տեղ նստած ես ու ուզում ես սպանել, հա։ Մենք դա ենք տալիս, պայմանագիր ենք ստեղծում, որ ամերիկան նեղություն չունենա, Չինաստանից կախված չլինի այդ մետաղների հայթայթման դեղից կարողանա չգնել, եթե Չինաստանը մերժի, որը Չինաստանն էլ դա անում, այլ ունենա ուրիշ տեղեր, որտեղից դա կարողանա հանել, օգտագործել եւ այլն։ Այդպիսի հանածոներ կա։ Հա, Հայաստանում շատ կա, նույնիսկ ասենք մոլիբդենի հանքերում կարան դա այդ մետաղները լինեն, որտեղ տարբեր մետաղներ են լինում հանքերում, հա։ Իսկ Հայաստանը մետաղներով հարուստ է։ Բայց եւ դա թրիփ նախագծի փաթեթուփ է փաստորեն։ Չէ, դա առանձին է։ Թրիփի տակ, երբ որ դու տալիս ես, ունդեղ սուվերենության մեծ հարց կա, որ առանց Հայաստան ներկայացության, Ամերիկան չէ, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստան նստում, խոսում են, պայմանավորվում են, թե ինչ են անելու թրիփի հետ, Հայաստան ներկայացուցիչ չկա այդ կոնֆերանսին, հա։
որը էլի մտածելու տեղ է տալիս։ Եթե trip-ը քո տարածքով է անցնում, եթե դու դա ոչ թե Ալիևի ճանապարհն է, ոնց որ ադրբեջանցիք առաջարկում են դա կոչել, Զանգեզուրյան ինչ-որ ճանապարհ, Հայաստանի տարածքով գնացող ճանապարհը։ Առանց քեզ 3 քո հարևան պետությունները ինչ են նստում քննարկում, թե ոնց է դա կառավարվելու, ինչ ինվեստիցիա են անելու եւ այլն։ Այսինքն դու ոչ մի կարծիք չպետք է ունենաս ու հայտնես, դիրքորոշում։ Կողքից գոնե լսես, թե հայ ինչ են տեղ պլանավորում։ Դա, ասենք, տենց աշխարհաքաղաքական հարցերից։ Կան ուրիշ հարցեր, որոնք հենց ներքին հարց է, նաև իհարկե դա որպես էլեմենտ ընդհանուր գեոպոլիտիկ հարցերի մեջ։ Երբ որ ԿՊ-ն վռած որոշեց, որ պետքա քաղաքացիներին զրկի իրավունքից, ովքեր ստեղ չեն եղել մի տարի։ Ընտրություն իրանց ընտրելու իրավունքից զրկումը։ Ահագին հարցեր կան, որոնք տեղ պետքա քննարկվեն, հա։ Ինչու է ԿՊ-ն մտածում, որ ինքը իրավունք ունի նման որոշում անելու։ Եթե համեմատում ենք նախորդ իշխանությունների հետ։ Դա մտածել չմտածելու հարց է, թե լիազորությունների սահման կա։ Այո, այն հարցերը, որոնք պահանջում են հանրային մասնակցություն, դու հանրային մասնակցությունը պետք է ապահովես։ Դա մեր սահմանադրության պահանջն է։ Ընտրական օրենսգիրքը ես տեսել եմ տարբեր ժամանակներ, գրվող, փոփոխվող եւ այլն։ Միշտ անցնում են քննարկման փուլեր։ Շնորհակալ եմ Տիկին Բարխուդարյան, մեր զրույցը իրավապաշտպան Մայա Բարխուդարյանի հետ կշարունակվի ամենայն բարիք։